Ադրբեջանը տպավորել է այդ երկիր գնացած հայերին, տպավորել այն աստիճան, որ Հայաստան վերադառնալուն պես սկսել են մեր երկրում տարածել ադրբեջանական թեզերը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը արկա նարատիվների, արկա պատմության, արկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու մասին թեզերը խաղաղության կամուրջ նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը էժանագին քարոզչություն է համարում։ Չկա աշխարհերեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհերեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300,000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։ Որտեղ մինչև այս պահ իրանք անգամ Ղարաբաղ չեն կարողացել 100,000 մարդ տեղափոխեն, որը որ գտնում է իրանց վերահսկողության ներքո։ Արևմտյան Ադրբեջան կոչված թեզը, սակայն ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի բավականին վտանգավոր է։ Բաքվում իրանց մատուցվում են թեզեր, իրանք գալիս են այդ թեզերը Հայաստանում ներկայացնում են, խնդիր ունենալով մաքրել Ադրբեջանի իշխանության դեմքը եւ արդարացնել են քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը։ Արևմտյան Ադրբեջանի թեզը ցավոք սրտի դատարկ կարգախոս չի։ Այդտենց ՀԿ կա, որ ուղղակիորեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից է ֆինանսավորվում։ Քարտեզներ են հրապարակում, որոնք դառնում են պետական կրթական հաստատությունների դասագրքերի ձեռնարկներ։ Քոչինյանն ընդգծեց, որ իրենց հետ հանդիպումներում թե հայկական, թե ադրբեջանական կողմի պաշտոնյաները վստահեցնում են, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված է։ Ի պատասխան Սուրենյանցը հարցնում է. եթե խաղաղություն կա, ապա ինչու մենք դեռ գերիներ ունենք։ Ինչի օկուպացված տարածքներ կան, որտեղից Ադրբեջանի զորքերը դուրս չեն գալիս, եւ ինչի խաղաղության պայմանագիր չի ստորագրված։ Կամ ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ եթե ինքը չվերընտրվի, կլինի պատերազմ։ Այս բոլորը խաղաղության հատկանիշներ չեն։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության անդամների խոսքով Ադրբեջանը հետաքրքրված է նաև առաջիկա Հայաստանի խորհրդարանական ընտրություններով։ Ընտրություններից հետո խաղաղության եւ պատերազմի հարցերը ըստ էության որոշվելու են այն ուժի կողմից, որը որ Հայաստանում կհաղթի։ Եվ դրանից է արդեն կախված, թե ընտրություններից հետո խաղաղություն, թե պատերազմ դիսկուրսն ավելի կիրառելի։ Սուրենյանցը վստահեցնում է, որ Փաշինյանի վերարտադրվելը որևէ կապ չունի խաղաղության գործընթացի հետ։ Հերթական դեմագոգիան է, որտեղ ընդդիմադիր առանցքային ուժերից որևէ մեկը չի ասել, որ իշխանության գալու պարագայում չեղարկելու է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Ալիևը վազել է փաստաթուղթ ուզում ստորագրի, Հայաստանի ընդդիմությունից մեկը ձեռքը բռնել է, թույլ չի տալի։ Արհեստական կեղծ թեզա, որը առաջ են տանում այս մարդիկ ու Նիկոլ Փաշինյանը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։